то, кому он служит, в первую очередь, или чьи интересы он тут вообще продвигает, большой вопрос. Поэтому он в корне работает на протурецкую политику и повестку. Это мое мнение так. И этому подтверждение много чего. То есть этот один кусок, чем я отвечаю, это не просто эмоциональное что-то. Он работает на повестку pro-турецкую. Հայկական ցեղասպանության հարցը դա յուրաքանչյուր հայի համար այն հարցն է, առավել եւս ասունցիների, վանեցիների համար այդ հարցը չքննարկվող հարց է։ Երբևէ ոչ մի վարքյան այդ հարցը չի կարող քննարկվել եւ հիմա մտովի պատկերացնում եմ թե իմ ազգականները, որովհետեւ ես արմատներով սասունցի եմ, թե այդ հարցը լսելուց կամ ասակոսները լսելուց նրանց հետ ինչ է կատարվում, դա պետք է ուղղակի այդ հարցին լուծում տալ։ Մենք պետք է միշտ պահպանենք մեր ազգայինը, երբեք չմոռանանք մեր անցյալը եւ փորձենք չկրկնել անցյալի սխալները։ Դա վերաբերում է եւ իշխանություններին եւ հասարակ քաղաքացիներին։ Ցեղասպանությունը ճիշտ ասած դնել ինչ որ կասկածի տակ դա շատ սխալ է։ Ամենայն դեպս իմ կարծիքն է ու ինձ չի թվում որ Հայաստան ժողովրդի 90%-ը դրան դեմ է, որովհետեւ մեր նախնիները եղել են ընդդեից են եկել, այդքան սպանություն այդքան դա անհնար է, ճիշտ ասած, իմ կարծիքը որ դա անհնար է, չի լնելու դες բան, հայ ժողովուրդը չի ընդունելու այդ։ Ես դեմ եմ, ճիշտն է, ես դեմ եմ։ Դա հայկական պատմությունը ոնց կարելի է Ժխտել հայկական պատմությունը։ Անհնարի բան է, պրոստը չի կարող տենց բան լինի, որտեվ դարևոր դա հիշվել է, կհիշվի ու չի կարա ինչ-որ մի բան, ինչ-որ մեկը փոխի, ինչ-որ փորձեր անի, փորձեր կարան բոլոր անեն ու եւ ամեն մեկը փորձում է իրանը առաջնորդի, բայց չի ստացվի, դա պատմություն է, պատմությունը չի փոխվում։ Պես կարող է բոլոր երկրագնդի այդքան երկրներ ընդունեն մեր ցեղասպանությունը, իսկ մեր երկրում մեր երկրի իշխանության ղեկավարը ժխտի դա, աներևակայելի բան է։ Այդ երկրի կառավարությունը խելացի գտնվի, ինքը կարողանա եւ նրանց հետ ճիշտ բանակցի եւ ռուսների հետ։ Դա համար շատ կարևոր աշխարհագրական դիրք է մեր երկիրը գտնվում, թե Ռուսաստանին պետք չի, որ Հայաստանը իր հետ կապ չունենա, թե բնականաբար Եվրոպային, որովհետև մետաքսյալ ճանապարհը ով չգիտի, ասեմ, որ պլանավորում էր, որ Հայաստանով անցնի, դրա համար էլ ուզում են Զանգեզուրի այդ գիծը տան Ադրբեջանին։ Շատ աշխարհագրական կարևոր դիրքում է, դա համար ինձ թվում է ինչքան էլ որ վատացնեն, ոչ մեկ չի ուզենա Հայաստանին կորցնի, ոչ Ռուսաստանը, ոչ Եվրոպան, ոչ էլ Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Ինչպես կարելի է, ոնց կարող ենք մենք հասարակ տրամաբանության հարցը անհնար է լինելու եւ այդ դեպքում կլինի մեզ մոտ սպիտակ ցեղասպանություն, երկիրը կդատարկվի եւ չես կարող որևէ մեկին մեղադրել դրանում, չնայած ես մինչեւ վերջ իմ Հայաստանը չեմ լքի։ Ես այդ հարցն էլ չեմ հասկանում, եթե երկիրը ուզում է ինտեգրվի Եվրոխորհրդում, ինչու պետք է այդ երկրին կտրեն այդ ամեն ինչից, ասենք Եվրազեսից դուրս չի գալիս Հայաստանը։ Ինքը կարող է հանգիստ եւ այնտեղ լինել, ինչի է դրվում ընտրության առաջ ամեն երկիր։ Երկու ուժեր իրար հետ բոլոր երկրներին վնաս են տալի ինձ թվում է։ Ինչն է խանգարում, որ Հայաստանը եւ այնտեղ լինի։ Առանց ռուսական շուկայի Հայաստանը չի կարող գոյությունը մեկ ամիս չի կարող գոյություն ունենալ։ Դա միանշանակ է։ Եվրոպան ուր, Հայաստանը ուր, այսօր կողքի Ռուսաստանի հետ չեն կարամ լեզու գտնել, ոնց կարա այդ 1000 կիլոմետր հեռու թվում է ոչ, առանց Ռուսաստանի Հայաստանը շատ դժվար է։ Այսօր ամեն ինչը Ռուսաստանի հետ է կապված, ամեն ինչը ոնց է Հայաստանը ապրելու առանց, ասենք Ռուսաստանի, ոնց։ Ես չեմ պատկերացնում։
Հարցը նրանում չէ, որ մենք Ռուսաստանում ենք ապրում, հարցն է, որ 1000 կիլոմետր հեռու ոնց է այդ ամեն ինչը, այդ առևտրաշրջանառությունը ոնց է կատարվելու։ Այսքան տարիներ չի եղել, չի էլ լինի ինձ թվում, որովհետև դա Հայաստանի համար շատ մի քիչ բարդ ու շրջանա, որը որ 10-12 ոչ թե մի 20-30 տարի է պետք, որ մի քիչ գոնե ինչ-որ մի բան փոխվի։ Շատ վատ է վիճակը, շատ։ Ով ինչ ուզում է անում է Հայաստանում։ Ում եք հիմնական պատասխանատուն համարում ստեղծված անվտանգային իրավիճակի համար։ Իշխանությանը միանշանակ։ Ժողովուրդ իրանը ինչ-որ պետք նա 88-ից մինչև 94 թիվը արել են, ինչ-որ պետք նա։ Ինձ թվում է արդեն եկել է այն ժամանակը, չնայած շուտ էր եկել ժամանակը, ուղղակի մարդիկ չեն մտածում դրա շուրջ, եկել է այն ժամանակը, որ մենք հույսներս դնենք մեր վրա։ Երբ որ մենք հույսներս դնենք մեր վրա, այլ ոչ թե սկսենք ձեռքները մեկնած խնդրել օգնություն ու գոռալ, մենք ոչ մեկին հետաքրքիր չենք։ Մեր ցավը ոչ մեկ, ասենք, չի զգա, ոնց որ մենք ենք զգում։ Դրա համար ինձ թվում է առաջին հերթին, երբ որ մենք կենտրոնանանք մեր շուկայի մենք աշխարհարչակ մարդիկ ունենք, մենք հայ ազգը շատ տաղանդավոր ազգ է։ Եթե մեր գիտնականներին կարողանանք միջոցներով ապահովել, որոնք մենք շատ բաների կարանք հասնենք ու ոչ մեկից կախում չէ, այդ ժամանակ արդեն մեր հետ կուզենան շփվեն։ Իսկ մենք լինելով թույլ պետություն, բնականաբար պիտի ձեռքնես մեկնած փորձենք ուրիշի օգնությանը։ Այդ դրան ես դեմ եմ։ Դա համար խորհուրդ կտամ, դա խորհրդի կարգով, որ մենք սկսենք ամեն մեկս մեզնից, թե երկրի վերաբերվում, թե մարդկային տեսանկյունից։ Ոչ ոք այս երկրում անվտանգ չի։ Ոչ ոք։ Եվ արդարադատությունը իր դեմքը ցույց է տալիս ամեն օր, եթե մարդուն կարող են անհիմն ձերբակալել եւ պահել ինչքան իրանց կամենան եւ իրենք են որոշում դա ելնելով անձնական սիմպաթիաներից, ել ինչ անվտանգության մասին է խոսքը եւ նաեւ սահմանները մեր անպաշտպան ոչինչ չունենք, շատ դժվար վիճակում ենք։ Ճիշտ ասած, տենց տեղեկացված չենք։ Ինչ որ իմանում ենք ինտերնետից ենք իմանում, լրատվամիջոցներից ենք իմանում, որոնց մեծ մասին չենք հավատում արդեն, որովհետև շատ է խապկանքները, շատ է այդ ֆեյքերը, ու արդեն ոչ մի բանի չես հավատում, ինչա կատարվում, ոնց է կատարվում։ Եթե ինքը մի քիչ գոնե սիրի իր հայ ազգը ու իր երկիրը, շատ չէ, մի քիչ, ոչ թե մտածի, թե ոնց իր գրպանները կամ իր ընտանիքը լավ ապրի, այլ մեր ազգի խնդիրը դա, որ մտածում են առաջին հերթին ոնց ինչքան շատ ու ինչքան հնարավոր շատ։ Ինձ թվում է սխալ մտածելակերպ է, քանի որ տենց մարդիկ հիմնականում երկար իրենք չեն տևում։ Նախկին իշխանությունը եւ Ամերիկայի հետ նորմալ հարաբերություն ունեցել, եւ Ֆրանսիայի հետ, եւ Ռուսաստանի հետ, եւ բոլոր մյուս պետությունների հետ, եւ Եվրոպ միության հետ, բոլորի հետ։ Բայց ներկա իշխանությունը ոչ մի բան չի կարողանում անել։ Կառավարությունը կախված է ի սկզբանե ժողովրդից։ Ժողովրդի մակարդակը եւ ապրելակերպը երբ որ բարելավվի, ըստ իր տեսքի ղեկավարություն կընտրի արդեն։ Իսկ թվում է ամեն խնդիրները սկսվում է ֆինանսների բացակայությունից։ Ֆինանսները որ նորմալ լինեն, երկիրը նորմալ կզարգանա, նորմալ կծախսի, նորմալ ուժեր կգան իշխանության, ամեն ինչը այդ ֆինանսների սուղությունից է։ Հայաստանը շատ դժվար իրավիճակի մեջ է։ Նախ ճիշտ պետք է խոսի, ստախոս չպետք է լինի, առաջինը կեղծ խոստումներ չտա ժողովրդին եւ ինչ ասեմ, հայ պետք է լինի, սրտով, գենով, ամեն ինչով, հայրենասեր։ Ուժեղ, հզոր եւ պաշտպան իր ազգին, որ նման բաներ երբեք չլինեն, չկրկնվեն, մեր հայ ազգը բազմանա եւ չպակասի, նաբարոտ, ինչ որ բոլորին ապացուցենք, որ մենք հայ ենք, մեր արյունը երբեք չի պրոստը տակ կորում, մենք ապացուցում ենք բոլորին, որ մենք շատ ուժեղ ենք, որտեղը որ աշխարհի բոլոր կետում լինենք, մենք բազմանում ենք ու մենք հզորանում ենք։ Ու մեր հայերը պետք է միշտ հպարտանան, որ իրանք հայ են։